Ամռան այս ուտեստը մեր սեղանից չի պակասում, ամբողջական պղպեղներ և վասթարմ լոլիկի հյութի մեջ։ Այնքան հյութեղ ու բուրավետ են ստացվում, որ հիանալի համադրվում են տարբեր փլավների, տապակած կամ խաշած կարտոֆիլի և ցանկացած մսային ուտեստի հետ։ Թեթև ամառային շատ համեղ տարբերակ է, որը կարելի է մատուցել թե տաք, թե սառը վիճակում։ Կարող եք միանգամից պատրաստել կրկնակի չափաբաժնով, դնել սառնարան և մի քանի օր վայելել։ Մանր կտրատում ենք 2 գլուխ սոխ, որքան սոխը առատ է լինում, այնքան ավելի համեղ է ստացվում։ Եթե սոխ չեք սիրում, կարող եք պատրաստել միայն սխտորով, այդպես էլ հիանալի է ստացվում։ Մանր կտրատում ենք կես կապ խառը կանաչի, այն մեր ուտեստին թարմության նոտաներ կհաղորդի։ Վերցնում ենք հյութալի քաղցր լոլիկներ, կիսում ենք, հեռացնում ենք կոթունի հատվածները։ Տապակի մեջ բուսայուղ ենք լցնում, ամբողջական պղպեղները կարմրացնում ենք բոլոր կողմերից։ Բարեկամներ, այս ուտեստը կարող եք պատրաստել պղպեղի փոխարեն վերցնելով կծու ծիծակ կամ համադրել երկուսը միասին։ Նախքան կափարիչը վերցնել, անջատեք կրակը, սպասեք մոտ 1 րոպե, այնուհետև շրջեք պղպեղները, այլապես ամբողջ խոհանոցով մեկ ծետ կցայտա։ Ամառային այս ուտեստը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի մոտ 30 րոպե, սակայն վերջնական արդյունքը կգերազանցի ձեր բոլոր սպասելիքները։ Կարմրելուց հետո հանում եք պղպեղը և նույն տապակի մեջ ավելացնում ենք մարացրած սոխը, տապակում ենք այնքան, մինչև թափանցիկ դառնա։ Բարեկամներ, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, անպայման բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Կարող եք ինձ հետևել Instagram-ում, Facebook-ում կամ իմ տեսանյութերը դիտել Թավա TV ալիքով, ամեն օր ժամը 7-ին։ Կտրվածքով դեպի ներքև շարում ենք լոլիկները, ծածկում ենք, սպասում ենք 4-ից 5 րոպե, կրակը պարտադիր պետք է լինի շատ ցածր։ Այսպես հեշտությամբ հեռացնում ենք կեղևը և կարտոֆիլ տապակելու համար նախատեսված սարքով կամ պատառաքաղի օգնությամբ տրորում ենք, որպեսզի լոլիկների հյութը դուրս գա։ Քանի որ այս ուտեստը պատրաստվում է մեկ տապակի մեջ, խոհանոցն էլ մաքուր է մնում, անպայման փորձեք, վստահ եմ շատ կհավանեք։ Ավելացնում ենք 2 ատամիկ սխտոր, աղ և սև պղպեղը ճաշակի և մի լավ խառնում ենք, որպեսզի համերը ամբողջանան։ Լոլիկի թանձրուկի մեջ դնում ենք պղպեղները, ծածկում ենք և այսպես եփում ենք ևս 3-ից 4 րոպե։ Չեք պատկերացնի, թե արդեն իսկին ճանուշ է բուրում, հատկապես համեղ է, երբ մատուցվում է մակարոնով պատրաստված տարատեսակ փլավների հետ միասին։ Վերջում ավելացնում ենք մարացրած կանաչի և մատուցում ենք։ Համը իդեալական, տեսքը շքեղ։ Այսօր էլ ամառային նման համեղ ուտեստի բաղադրատոմս, դուք էլ պատրաստեք և անուշ արեք։ Առայժմ